Սիրելի հայրենակիցներ, խոսքս ուղղում եմ անձամբ Նիկոլ Փաշինյանին, որովհետև Հայաստանը վաղուց իր ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմ է, որովհետև ներշնչված պետությունը ես եմ համոզումով մի կողմ է դրել օրենքի ուժ ունեցող կառավարության ծրագիրը, դրժել է բոլոր խոստումները եւ հիմա թուրք-ադրբեջանական օրակարգն է դարձել ուղենիշ։ Անցնող տարիների Փաշինյանի դիվանագիտական ձախողումները, անձնական վախերն ու պատկերացումները Հայաստանի պարտությունը դարձրել են անշրջելի, խորացրել երկրի անկումը։ Իշխանության եկակ համազգային էյֆորիայի մթնոլորտում, իսկ այսօր ատելություն եւ վրեժակցանում, քաղաքական բանտարկյալներ, հալածվող եկեղեցի, միջազգային նվաստացում, հուսալքված հասարակություն, լրագրողների ահաբեկում, նաեւ անսահման պոպուլիզմ եւ սուտ, որտեղ անգերազանցելի է։ Վերջերս էլ հայտարարեցիք, թե աղետաբեր պատերազմ կլինի, եթե սահմանադրական մեծամասնություն չունենաք։ Ալիևը ձեզ է շանտաժի ենթարկում, դուք հայ ժողովրդին։ Իրականում խոստովանում եք, որ ոչ մի խաղաղություն էլ չեք բերել, տապալել եք երկրի ռազմավարական եւ դիվանագիտական կարողությունները, որդեգրել եք շարունակական զիջումների, այսինքն քաղաքական եւ քաղաքակրթական ինքնասպանության ճանապարհը։ Այսպիսով հնարավոր պատերազմի պարագայում արդարացնում եք նաև հերթական ագրեսիան։ Սա խաղաղության մասին չէ, ինչպես խաղաղության մասին չեն Բաքվի դատավարությունները, Հայաստանի օկուպացված տարածքները, վերջին շրջանում Ադրբեջանի դիրքային առաջխաղացումը։ Հանձնվել եւ տալ։ Սա է ձեր անվտանգային կոնցեպտը։ Սա անուն ունի՝ փուլային կապիտուլյացիա։ Իսկ անվտանգության ձեր միակ բարձիկն ու երաշխիքը ձեր օձիքին հանգրվանած Հայաստանի Հանրապետության թիթեղե մակետն է։ Արդար, կայուն եւ երկարատև խաղաղությունը ոչ թե շարունակական զիջումներով է հաստատվում, այլ ամբողջական եւ արժանապատիվ լուծումներով, ինչի կարողությունը, պարոն Փաշինյան, դուք չունեք։ Նաեւ պետության մասին ձեր պատկերացումներն են հակաօրինական եւ անառողջ։ ԿՊ նախընտրական ծրագրում հայ առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգի հրապարակումը ինքնին հանցագործություն է սահմանադրական կարգի դեմ։ Իհարկե գալու է պատասխան տալու ժամանակը, բայց մինչ այդ հիշեք, դուք չունեք եկեղեցի բարենորոգելու որևէ լիազորություն, նաև չեք վաստակել սեփական արժեքները պարտադրելու բարոյական իրավունքը։ Ձեզ անհնար է հավատալ, որովհետև անգամ դուք եք խճճվում ձեր ստերի եւ շարունակ փոփոխվող տեսակետների մեջ։ Օրեր առաջ հայտարարում էիք, թե թրիփը մշուշի մեջ է, երեք այս ամբիոնից այն մատուցեցիք որպես կայացած պատմական իրողություն։ Պատերազմի պարտությունից հետո մեղավորներ եք նշանակում եւ հայտարարում 10,000 դասալիքի եւ դավաճանների մասին։ Սրանք երկուսն էլ հանցանքներ են, որոնցով ոչ մի դատապարտված անձ չկա։ ԵՄ ամբիոնից հայտարարում եք, թե եկեղեցին ՀՀ անկախության դեմ հիբրիդային պայքարի հենակետ է։ Սա եւս անպատասխանատու հայտարարություն է։ Մի ամբողջ ազգային ինստիտուտ դեմոնիզացնել հանուն սեփական աթոռի։ Ելակը դարձրել էիք բանակաշինության ցուցիչ եւ նաեւ կերտել քարոշական հերթական փուչիկը։ Ձեր նախկին թիմակիցը օրերս բանակի մասին իրական թվեր հրապարակեց, ինչը ես չեմ կրկնի, ամեն օր առերեսվում ենք բանակի ողբերգական լուրերին, իսկ հանձնաժողովի նախագահն էլ բանակը պիտակավորեց որպես թերուսների վայր։ Սա արժեքային եւ բարոյական գահավիժում է։ Ափսոս էր մեր բանակը։ Դուք փակեցիք մշակույթի նախարարությունը, որովհետև մշակութային քաղաքականության մասին ձեր պատկերացումները մակերեսային են եւ ոչ պրոֆեսիոնալ։ Միլիոններ արժեցող լոպեսներն ու Սնուպդոգերը դեռ մշակույթ չեն, ոչ էլ հոգևոր սնունդ։ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հետքն ու ժառանգությունը զրո դիմադրություն։ Եվ ինչ ակնկալել մի կառավարությունից, երբ մեր իրավունքները հենց դուք եք մերժում, երբ թշնամու պահանջով սահմանադրություն եք փոխում։ Խոսքիս լավագույն ապացույցը կառավարության պաշտոնական կայքեջում զետեղված իրական Հայաստանի գեղագիտություն կոչվող ցնորամտությունն է։ Սա սոսկ ձախողված դիլետանտական տեքստ չէ, այլ կոնկրետ նպատակադրում ունենալ վերահսկելի հասարակություն, գրաքննել ազատ միտքը, ձևավորել փաշինյանական ինքնություն, որը պարտվածի հոգեբանական կոնստրուկտ է, որտեղ չունեն պատմական Հայաստանը, մեր սիմվոլները, Երրորդ հանրապետության ծննդականը, անկախության հռչակագիրը, պատմության ռևիզիա եւ պարտության լեգիտիմացում։ Սա է այն ծրագիրը, որին լծվել եք դուք եւ այն ունի անուն՝ ազգային ուրացում։ Այնուամենայնիվ այսպես կոչված իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք, դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք։
Սա ձեր անձնական ընտրությունն է, բայց ձեզ ոչ մեկը թույլ չի տվել ջնջել մեր ազգային հիշողությունը եւ աճուրդի հանել մեր անցյալն ու հատկապես ապագան։ Այդ խոտանի եւ այլ գաղտնի փաստաթղթերի համար պետական բյուջեից առանց մրցույթի տրամադրվել է $500,000-ից ավելի գումար, իսկ այդ ՀԿ-ի յուրային նախագահ Ազատյանը դարձել է Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի պաշտոնն ստանձնել, ավելի շուտ շնորհվել է նրան, եւ այսպես է առանց բացառության ամեն ուր։ Փուչիկ էր նաեւ բուհերը չքաղաքականացնելու խոստումը, այսօր առանց բացառության բոլոր բուհերում ձերոնք են։ Բուհերը անգամ ոստիկանության գժոհով եւ օրենքները ոտնատակ տալով է գրավում, ինչը տեղի ունեցավ Բրյուսովում Գյուրջինյան օպերացիայով եւ թքած, թե այդ զավթումը բյուջեի վրա 10 միլիոնի բեռ դարձավ եւ դատարանի վճռով մի շարք որոշումներ բեկանվեցին։ 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ քարոզչական փուչիկը շատ վաղուց պայթել է, կառուցվել եւ հիմնանորոգվել են ընդամենը 102-ը։ Եվ առհասարակ ԿԳՄՍ ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականը 40%-ի շրջանակում է, ինչը նշանակում է 60% չիրականացված խոստումներ։ Հիշեցնեմ, Արցախում թշնամուն է թողնվել 237 դպրոց եւ ամառասը հայոց առաջին դպրոցը, 400 վանք եւ եկեղեցի, 7 քաղաք, հարյուրավոր գյուղեր եւ պարզապես 3000-ամյա հայրենիք, որը գին չունի եւ հիմա ձեր լուր հայացքի ներքո այն հավասարեցվում է գետնին։ Դուք նաև դպրոցներ եք փակում։ 26 սեպտեմբերից հիմնականում սահմանամեծ մարզերում փակվելու է շուրջ 229 դպրոց, որոնցից 218-ը ինձ մի ընդհատեք, դուք դրա իրավունքը չունեք։ Հասկացանք սուտ է, հաստատում եմ, դա սուտ է, բայց մի ընդհատեք։ Ուրեմն ժամանակս էլ վերականգնեք։ Նաև դուք դպրոցներ եք փակում 2026-ի սեպտեմբերից հիմնականում սահմանամերձ մարզերում փակվելու է շուրջ 229 դպրոց, որոնցից 218-ը համայնքների միակ դպրոցն է։ Փակվում են Տաուշի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի դպրոցների գրեթե կեսը։ Եվ անհայտ է մոտ 8000 աշակերտի մի քանի հազար անձնակազմի ճակատագիր։ Սա նշանակում է դատարկել սահմանամերձ գյուղեր, թշնամու առջև բացել երկրի դարպասները։ Կառավարության չիրականացրած մեկ խոստում եւս մոտ 300 երեխա դուրս է մնացել պարտադիր կրթության համակարգից։ Դուք եւ ձեր վարչախումբը պատմության մեջ կմնա որպես մի իշխանություն, որի օրոք փակվեց 80-ամյա Գիտությունների ազգային ակադեմիան, փակվեց այն պահին, երբ դուք չունեիք անգամ գիտության զարգացման ծրագիր հայեցակարգ։ 159 միլիոն դրամ եք տրամադրել ակադեմիական քաղաք բուտաֆորիկ ծրագրի իրազեկմանը, որը արդեն 2 հասցե եւ 2 հայեցակարգ է փոխել, իսկ 6.6 միլիոն բրիտանական ֆունտ գնահատված խորհրդատվությունը դեռևս ընթացքի մեջ է։ Հերոստրատի պես դուք պատմության մեջ մնալու շատ հիմքեր եք ստեղծել։ Նշաձողեր տապալելու մեջ էլ եք անգերազանցելի։ Վարկաբեկեցիք պարլամենտական երկրի թիվ 1 ամբիոնը, պարոն Փաշինյան, ինչ լավ է, որ եկաք եւ կլսեք, ուզում եմ հատկապես սա լսեք։ Այո, վարկաբեկեցիք այս ամբիոնը այն դարձնելով գաղափարազուրկ, ոչ նորմատիվ լեզվամշակույթի եւ ոչ նորմատիվ վարքի կիսաբաց լուսամուտներ։ Ձեր ամենաթողությունը անուն ունի՝ բոլշևիզմ։ Պարոն Փաշինյան, թմբուկի հարվածների տակ հնարավոր չէ թաքցնել իրականությունը եւ իրական Հայաստանը։ Ձախողել եք բոլոր ոլորտներում։ Սա բացահայտում է նաեւ մի շարք միջազգային ինդեքսներ, այսպես Հայաստանը հիբրիդային վարչակարգերի եւ մասամբ ազատ երկրների շարքում 55-րդ հորիզոնականից իջել է 54-ի։ Ժողովրդավարության, դատական արդյունավետության եւ բարեկեցության ցուցիչներում եւս նահանջել եք։ Վատթարացել է տնտեսական ազատության ցուցիչը 32-ից իջնելով 58-ի։ Նվազել է կոռուպցիայի ընկալման համատիվը։ Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ Սա ինչ է նշանակում։ Կոռուպցիայի դեմ պայքարում եւ առհասարակ իրական համակարգային առաջընթաց երկրում գոյություն չունի։ Եվ ամենակարևորը, սիրելի հայրենակիցներ, այո, պատկերը հուսադրող չէ եւ ընդհակառակը հուսահատեցնողը եւ աղետալի մղձավանջային կասեի, ժամանակը լիներ կարելի այս ցանկը շարունակել, բայց կա իսկական ճանապարհ՝ մերժել այս իշխանություններին եւ վերականգնել սահմանադրական կարգը, ազգային արժանապատվությունն ու պետական ուղեգիծը, եւ այդ օրը հունիսի 7-ին է։ Միասին վստահ եմ, միասին մենք կարող ենք։